Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, այսօր դեկտեմբերի 31-ն է, երեկոյան 17:20 րոպե։ Ու ես նոր սկսում եմ պատրաստություն տեսնել, որովհետև առավոտից մինչև հիմա տան գործերով էի զբաղված։ Բոլորիս մաղթում եմ ուրախ, բարի, բարձր տրամադրությամբ նոր տարի ու ինչ ասեմ, մեծ լավ օր։ Որոշեցի տեսարանը հենց հոլովակն սկսեմ այս սիրուն տեսարանից, նոր գնամ խոհանոց, գոնե սկզբից հավես լավ տրամադրող լինի էլի կադրը, նոր անցնեմ խոհանոց ու չգիտեմ որ մեկը անեմ, որ մեկը թողեմ, բայց դե ինչ կհասցնեմ, ինչ էլ չեմ հասցնի, էդ էլ կմնա հետո։ Ոխ իմ կյանքն էլ ասելա քեզ օգնիլ դեմ, չէ, մի փոքրիկ հյուրել ունենք, Եվան, ինքն էլ է սպասում, որ օգնի հարսիկին, չէ, սակին մենք կուխնին ուրեխեքս հետս, սաղ գործերն անենք, պրսնենք։ Դե ինչ սիրելի հետևորդներ, ինձ լավ հավես տրամադրություն, ուժ, եռանդ, որ այսքան գործը կարամ անեմ, այս մի քանի ժամվա մեջ, ձեզ էլ բարի դիտում, գնացինք։ Սկզբից ուզում եմ սկսեմ հենց բաստուրմից, որովհետև դեռ կախած է ու այսպես հո չեմ թողելու։ Համ իրիկունը նարեկս ուզելա կտրել եմ փորձելա, բայց ես դեռ համն էլ չեմ տեսել ու քանի որ բաստուրմա պատրաստելու հոլովակ եւս կա, ուզում եմ կտրեմ ու ձեզ հետ միասին համտեսենք, տնանք աղնապակաս թե մաղը։ Ինչ ես ուզում, գոգնոցը կյանք։ Ծալվել է, ես էլ սեն կանամ, հոպա ու մի հատ կտրեմ հլա տնամ իսկապես ինչն է պակաս, ինչ է ավել բայց հեշտ էլ կտրվում է, ես ասում եմ շատ պինդ կլինի, դանակը չի գնագա մաշարդանակ եմ վերցրել, որ հեշտ կտրեմ, հեսա կասեմ Շատ ախորժելի բույր ունի, ժողովուրդ, տեսեք, դեռ չորանալու տեղ ինձ թվում է թե ունի, բայց կարելի է մի անգամ էլ այս բերեցի շփոթի մեջ անցկացնել, որպեսզի այդ դրսի մասը, կլեպի մասը ավելի հաստ լինի, չնայած էլի եմ ասում, լիքը մարդիկ կան, որ բաստուրման կողքերը պոկում, միայն ներսի միսն են ուտում, հիմա այսպես էլ ցույց տամ, տեսեք։ Լավն է, չէ, գույնն էլ է լավը։ Գոնե գիտես միսա, էլի, թափեցի, սաղ չամ այս պղպեղները։ Շատ համով է։ Չոլկետ։ Իսկապես շատ լավն է։ Կա չէ, մի քիչ գներից էլ է իհարկե կախված, բաստուրմաններ կան, որ մեջ չգիտես միսա, չգիտես փրփուրա, չգիտես սև թոքա, այն ինչա, շատ ընտիր է, մի քիչ էլ կծու, իսկականն է։ Ժողովուրդ, բերեմ ես սա, այս մի կտորը ընդամենը, կտրատեմ, դնեմ իմ երշիկների հետ, այս մի մնացածը պահեմ ու անցնենք մյուս գործողությանը։ Երևի թե դուք սպասի բանը հանեմ միքսերը հավի միսը թել-թել անենք միքսերով, որ ավելի արագ ստացվի, որովհետև ժամանակ չկա այդքան։ Հավի միսն էլ որպեսզի հեշտ թել-թել անենք, մի քիչ այսպես մանրացնում ենք, մի քիչ, որ միքսերը կարա աշխատի մեջը։ Չգիտեմ, չեմ էլ կողմնորոշվել, ինչ սալատներ եմ պատրաստելու, գիտեմ, որ հաստատ հավի կրծքամիս օգտագործելու եմ։ Պատրաստում ենք լավաշով ռուլետներ, շատ համով։ Հա։ Հա։ Խնդրեմ պատրաստա մեր մի նախուտեստը
Ու սա մատուցելուց առաջ ժողովուրդ կարակ այ այսպես լավաշով մի քանի րոպե ուղարկեք ջեռոց։ Ինքան համով է ստացվում, էլ ավելի լավաշը խրթխրթան չորանում է, ներսն էլ տաքանում, շատ համով արդեն կարելի է նաև ոչ միայն աղցան անվանել, այլ ուղակի ուտեստ անվանել։ Ժողովուրդ արագ պատրաստում եմ այն սովորական ավանդական դարձած սալաթը, որի մեջ օգտագործում ենք հավի թել արված կրծքամիս, հիմա կասեք երկու սալաթ ես սարքել, երկուսն էլ հավի մսով, որը սիրում են իմ երեխաները, որը ուտում են անկախ առիթից ու տոնից, ես պատրաստում եմ դրանք։ Ավելացնում ենք եգիպտացորեն, ոչ հավի միս, սխտոր, ընկույզ ու վերջ։ Մի հատ էլ տնամ աղնապակաս թեմաղը ու պակաս զատ չկա։ Սիրելի հետևորդներ, անցնում ենք բուդը համեմելուն ու պատրաստելուն։ Մի կողմից ինչը որ կիսապատրաստա կամ էտա պիտի պատրաստեմ, վերջացնենք դնենք մի կողմ։ Ձերքս լվանամ մի հատ։ Հիմա ասեմ ինչերա մեզ պետք։ Նախ ասեմ, որ շատ առատ համեմունքներ է եւ ասեմ, որ բուդը միսը կամ ինչ որ մասից որ պիտի պատրաստեք, նախապես պետք է դնել աղաջուր։ Թունդ աղաջուր եք անում, այսպես անցքեր եք բացում ու դնում եք աղաջրի մեջ։ Հետո աղաջրից հանում եք, շատ մարդիկ կան, որ էլ չեն եփում, ասում են եփելիս համը դուրս է գալիս ջրի հետ, բայց ինչքան էլ շուտվանից աղաջրում ա լինում միևնույն է ըստ ինձ մեջ տեղը հում ա մնում ջեռոցում։ Դրա համար ես նաև եփել եմ ավելացնելով սոխ, սխտոր, գազար, դափնուտերև ու սև հատիկավոր պղպեղ։ Հիմա հանել չորացելած, համակել արդեն վաղուց հանացած ջրից պիտի պատրաստենք խառնուրդ, որով որ պիտի պատենք բուդը։ Մեզ պետք է կարմիր պղպեղ։ Ավելացնում ենք սև պղպեղ ու անպայման ավելացնում ենք չաման, այս չամանը, գիտեք չէ, մենք ունենք չաման, որը որ հանդերից, դաշտերից ենք քաղում, նա թեյ խմելու չամանն է, սա նրա հետ ընդհանրապես կապ չունի։ Այս խառնուրդին ավելացնում ենք անպայման սխտոր, քերած, ճզմած կամ սխտորի փոշի, մայոնեզ, ջրիկ մաս տալու համար։ Թանձր խյուս է դառնում էլի։ Ու այս ինչքան արանք որ ունի, անպայման այսպես գտալով կլինի, թե ձեռքով կլինի, սեղմում լցնում եք, որ բոլոր մասերը համենված լինեն։ Սարել եմ։ Այս թերմոստին 2 ժամ ահագիս։ Ոնց մեր բարբարով ենք ասում, մատներս պռվկոտել է։ Այսպես։ Չոր տեսել բուդը։ Սա ուղարկեմ ջեռոց ու քանի դեռ այս խառը գործերով եմ, մեկ էլ պատրաստեմ ձուկը։ Վրազում ձերքս մի քիչ խոնավեր, ձեռնոցը դժվար է հագնելը։ Սիրելի հետևորդներ, ձուկը այդպես արտառոց ես իմ ինչեր պետք չի պատրաստելու համար։ Էլի պատրաստում ենք խառնուրդ, մայոնեզով, պղպեղներով, բայց այստեղ գերակշռում է իմ մոտ, ես այդպես եմ պատրաստում, այս մի խառնուրդի մեջ գերակշռում է սև պղպեղը ու այս զանգվածի մեջ նաև լցնում եմ լիմոն եմ քամում։ Այստեղ միտեղ լեմի րոպե։ Ձկան համեմունք ունեի, հեսա խառնեմ։ Վերջի անգամ ջեռոցիս մեջ մեղրով խմորեղեն եմ պատրաստել, միացրեցի հոտը ընկավ, ոնց որ խմորեղեն պատրաստելիս լինեմ։
Ես էլ մոռացել էի։ Մի քանի ժամանակ առաջ եմ ձուկ գնել։ Երևանից գալիս էի։ Այսցեով իմանամ ինչև նոր տարի էլ կգնանք, թե չէ, ավելի լավ է մի անգամից առնեմ։ Ահա, ու առա ու բերեցի։ Սա մեր ձուկիկը։ Այս խառնուրդից լցնում եմ։ Օպա։ Մեջը գտալով այ մոռացա։ Այ լավ տեղը տեղին հարամ էի անելու այսքան աշխատանք, տեսակ։ Եվ այս խառնուրդին եմ աղավելացնում, մոռացել էի։ Եվ ձկին եմ դրսով, ներսով, ասում են չէ, ձուկը աղ շատ է սիրում, այդքան էլ ճիշտ չի, բայց առանց աղի դե բացարձակ համեղ չի ուտվում ավելի ճիշտ։ Ուրիշ ուտեստները էլի առանց աղ կարող է վրան աղ ցանես ուտես, բայց ձուկը առանց աղի չի ուտվում իսկապես։ Ահա։ Այսպես լավ շփում եմ աղը, թող հալվի։ Ձուկիկ ջան։ Օրի։ Ահա, ապրես։ Բուդը փաթաթելիս բլբոլի տվի ճիշտն ասած, դրա համար էլ հտավ լավ էր։ Այսպես, այս մասում քանի որ մի փոքր պակաս է, որպեսզի չվառենք, կրկատան անենք այսպես։ Այս էլ մեր ձուկիկը, այստեղ արդեն բուդի հոտը ընկել է, ժողովուրդ, ես մի որոշ ժամանակով անջատեմ տեսախցիկս, այս թափածս լրիվ հավաքեմ, անցնեմ հաջորդ ինչ որ մի բան պատրաստելուն, էլի կմիանամ ձեզ։ Գովազդել ես ընթացքում։ Սիրելի հետևորդներ, մեր հաջորդ աղցանը, ուրեմն տապակել եմ միսը, ասեցի բարակ, երկար, ձիթայողի մեջ, տապակեցի նաև գազարը, կորեական աղցանի քերիչով եմ քերում, բայց ոչ երկար, շատ երկար, կարճ լինի, բայց նրա տեսքին։ Ավելացնում ենք մսի վրան ավելացնում ենք ոլորը, գազարը տապակել եմ այդ կորեական համեմունքով, միսը տապակել եմ սև պղպեղով ու աղով, այստեղ մնաց ոլորը առանց համեմել, խառնում ենք իրար, մի լավ խառնում ու այստեղ էլ կարող ենք ավելացնել միայն աղ ու կանաչ։ Ճիշտն ասած, ես մտածել եմ նաև այս աղցանի հետ մի քիչ ավելացնենք թթվասեր կամ մայոնեզ ու չգիտեմ, անեմ թե չէ, որպեսզի հասկանանք, այսպես ենք անում։ Վրաս փորձում եմ էլի։ Տնամ ոնց է ավելի համեղ։ Այսպես ծնկի համա տալիս ու չես հասկանա սունկա թե միս։ Բերեք այդ մեկը մեր կողմից ավելացնենք ու այս աղցանին ավելացնենք նաև մայոնեզ։ Սիրելի հետևորդներ, արդեն, բայց մի քիչ մութ է, արդեն 8-ն անցա ու ես նոր սկսեցի անցնել սեղան դնելու գործին։ Հիշում եմ, այս վերջի 2 տարին եմ հոլովակ նկարել ամանորյա պատրաստության ու հենց այս սեղան դնելու մասին ու 2 տարին էլ սկսել եմ ափսեններ, բաժակներ շարելուց։ Մեկը մեկնաբանություն էր գրել, որ Գոհար ջան, սկսի համով, քաղցր,
բաներից, որ սեղանը ոնց սկսես դնել, տարին այդպես է լինելու, այսինքն դատարկապսեններ մի շարի, որ դատարկություն չլինի։ Հիմա սկսել եմ կոնֆետներից ու խմորեղենից, ականջիսող եմ արել ու այսպես եմ սկսել, որ Հրաչ ջան իջացրու, որ տարին լինի քաղցր, լինի առատ, լինի այս կոնֆետներից նման գունավոր։ Դե ինչ, չգիտեմ ընթացքում խոսելով կանեմ թե արագ-արագ, որովհետև խոսելով ժամանակից մեծ մասը գնում է ու ինձ էլ մնացել է ընդամենը մի քանի ժամ։ Գնացի։ Վայ, վազս մի քիչ փոքր է կոնֆետի վազս, բայց դե ոչինչ։ Տոպրակներից էլ չեմ հանել կոնֆետները, ասեմ։ Ել ապրեսիր պիքջա։ Ավիս։ Չգիտեմ, շարեմ, թե այսպես խառը լցնեմ ու գնեմ։ Անցնում ենք հաջորդին։ Հիմա շատերը կասեն, սաղ օր էփում թափում նկարում ես, թխում ես ու հիմա խանութից առած խմորեղեն ես դնում սեղանին, դե քանի որ հիմա ասելու եք գլուխ տարարել ամեն անգամ, քանի որ գործները շատ է, այս տոն օրերին չհասցրի ոչ մի բան թխելու հետ կապված անել, բայց ոչինչ, տոներն անցնի այս խառը ժամանակներն անցնի անպայման համով թխելու եմ, թե ձեզ ներկայացնելու համար, թե հնգեր հարևանով, մոտիկ բարեկամով սուրճ խմելու համար։ Հենց շարել չեմ, թե որ փակվի։ Այքո, հա դե ոչինչ, ինչ որ այա, այս խմորեղենի համար նախատեսված, այս վազ ասեմ, ապսե ասեմ, ինչ ասեմ, կուրթան եմ նվեր ստացել, երբ գնացել էինք չուչու, հանգստյան տուն, այնտեղ ծանոթացանք իհարկե շատ լավ մարդկանց հետ, մինչև հիմա կապի մեջ ենք, ուղղակի այնքան հեռույավոր էլ չենք կարողանում գնալ, բայց ամեն անգամ սա օգտագործելիս, այնպես էլ ենք հիշում, բայց ամեն անգամ օգտագործելիս ավելի լավ եմ հիշում իրանց ողջույններս։ Ընդհանրապես մրգի վազ այդպես մեծ չեմ օգտագործում, դե երբ ենք այսքան տեսականի միաժամանակ առնում, ոչ մի անգամ, միայն երևի թե ամանորին, ու հիմա և դարակից հանեցի վազս և ասեցի, անցած տարի էլ եմ այսպես ասել, վազս փոքր է, պիտի մյուս նոր տարուն ընդառաջ մի հատ մեծ մրգի վազ վերցնեմ ու չեմ վերցրել, ինչ ասեմ, չեմ հիշել։ Հիմա միրգն էլ դնենք ու անցնենք հաջորդին։ Անանասն էլ այնքան փոքր է, որ անանասն ու պամելոն դնում եմ, արդեն վсё, էլ վազի մեջ տեղ չկա։ Այսքան էլ լվանում է, այս ջրի տակ, էլի տնում ես, լավ չի ստացվել։ Սևից էլ բերեմ։ Հիմա անցնենք չարազեղենի։ Ժողովուրդ չամիչներն էդ ինչքան է կեղտոտ լինում, էլ ասելու չի։ Լվանում ես նենց ջուրը մուքանում կեղտոտվում ա, որ անցանք չրերին։ Դեղցի, ծիրանի, սալորի չրեր, հոնի չիր ունեմ, հոնի չիրն էլ այգեձոր մի հատ տատիկ ա տվել, մի կին ա տվել ավելի ճիշտ, տատիկ չասեմ, այնքան համով ինքը լավ բաներ ա սարքում, այնքան լավ այգիներ ունեն, որ հաջողությունով այս թազատարում,
պայմանավորվելու եմ ու բերքի սեզոնին ամեն ինչի ծառել ունեն, ամեն ինչ էլ մշակում են, շատ հետաքրքիր ու լավ հոլովակ կստացվի հաստատ, չեմ կասկածում, անպայման կգնամ ու ամուսիններեն, երկուսն էլ մեկը մեկից ղոչախ, անպայման կգնամ ու կնկարահանեմ, դուք էլ կտեսնեք։ Մի խոսքով էս հոնի չիրն էլ ինքն ա տվել։ Ինչ դնում եմ, ասում եմ, սա ա տվել են, նա ա տվել։ Ընդհանրապես մեր մոտ գյուղերը մարդիկ շատ հարեհաս են ասում, իրար հասնող են, հյուրասեր են, շատ կամեցող են։ Իհարկե գյուղ չկա, որ շունչ լինի, պարտադիր շեշտեմ, բայց դե հիմնականում, որ համեմատում ենք ուրիշ տեղի բնակչության հետ, մեր մոտ ամեն ինչ դեռ քաղցր է, ամեն ինչը դեռ համ ու հոտ ունի, քան ուրիշ տեղեր։ Այս էլ սալորին է։ Իմիջայլոց սալորի չիրը այնքան օգտակար է աղիների համար։ Ես էլ չրերես, այս միրգս, այս խմորեղենը, այս գոնֆետը, այս չիրը, այս էլ չամիչ։ Սիրելի հետևորդներ, քաղցրեղենը դրեցի, վերջացրեցի, անցնեմ այն ուտեսներին, որը որ չի փչանա սեղանին, աղցանները վերջում։ Գնամ երևի թե ձևավորեմ ձուկը, ձևավորեմ բուդը, արդեն պատրաստ է, այն ինչ սիրուն է, այն ինչ անուշ բույր ունի, էլ չեք պատկերացնի։ Գնանք ցույց տամ, պատկերացրեք։ Այսա։ Ահա, բա այն համանակ ուտի։ Այն հա թե մնակի գերել։ Ու տանում ենք սեղան։ Հաջորդն էլ ձուկը։ Իսկ հիմա անցնենք զեյթունի սեղան բարձրանալուն։ Օգնենք, որպեսզի զեյթունը բարձրանա սեղան։ Սա էլ զեյթունս, ես էլ ուղարկեմ սեղան ու էլի գամ։ Տեսեք հլա, սիրունա, նորա ու շնորհավոր ենք անում այսօր։ Այսպես, մեծ ու փոքր, այս բատարակաղի ու դանակի հետ։ Բաժակներն էլ անոր, հիմա բաժակներն էլ կբերեմ ու ցույց կտամ։ Բայց մինչ այդ այս շարեմ, տեղն ազատեմ ու նոր։ Սրանք էլ բաժակները։ Այս էլ տոնածառիկներս, եղևնիները, առաջինը խամ-խամ սարքեցի, քյոք,
Փարթամ տոնածառը, մնացածն արդեն մանրացրի։ Այսինքն մի հատը կակազմ, մի հատը մի բաժին էլի։ Մարդիկ մի հատ ճաշակ են ու ասեն, այս ինչ համով է, այս էլ գնաց սեղան։ Ժողովուրդ, էս էլ իմ մեշոկ պապերը բզերեցի։ Այն հաթե բրծանք։ Երշիկից էլի, բայց դեռ շատ գործ ունեմ։ Սիրունա, ես էլ տանեմ գամ հավաքեմ ու անցնեմ։ Այն լավաշով սալատն ամնում հլա։ Պիտի կտրեմ, այն կտրեմ շարեմ, մի հատ էլ համով բան ունենք եսա գամ։ Ես էլ լավաշիկներս, բայց սա ծածկելուի տելեֆոնով նոր դնեմ վրաշ չչորանայել։ Սիրելի հետևորդներ, հաջորդ համևղությունը, որ պիտի պատրաստեմ, այ էսա, տրոպիկական մրգերով, մեջը խառնուրդ ամեն ինչեր կա, անանաս կա, մանգո կա, գիլասանման եսիմես ինչեր կա, մի խոսքով ինչ ասես մեջին կա, ոնց են պատրաստում քամած մածունով, շատերը պատրաստում են սմետանով, թթվասերով։ Քամած մածունի վրա ավելացնում ես հենց այս տարայով եղածը իր ջրով հանդերձ, որովհետև ըստ ճաշակի կարող եք, եթե շատ պինդ նախասիրությունը շատ պնդիննա, ջուրը քամեք ու նոր, եթե մի քիչ փափուկ լինի, ավելի լավ խառնվի իրար, կարող եք այսպես տարան միանգամից թեքել մածունի վրա։ Ինքան անուշ հոտ ունի այս մրգերը։ Ժողովուրդ, էս էլ ամենահեշտ սարքվող ու ամենահամովներից մեկն է։ Այն հաթե խղճեցրի գործս, բան չմնաց, Էս էլ անելու, ինքան համով է, սրա վեժ լավ մտածեմ թաթունել կանի, որովհետև սիրում է շատ։ Սա էլ մեր էկզոտիկ նախու տեստել չիսկի, հետ ու տեստա։ Մի անգամից թթունել դնեմ ու երկուսը միասին տանեմ դնեմ սեղանին։ Վայ, ճիշտ է, այս օրերին այդպես թթու գծուն, չգիտեմ ուտվում է թե չէ, հիմնականում աղցանները, չարազեղենը, բայց դե լավ ախորժակ է սա, սաղ էլ կուտվի էլի։ Հետ հոտ քաշեմ, լավն է։ Լոլիկի սա մարինադն է, ժողովուրդ, թթուն չի։ Թթու առանձին փակել եմ, նրա հոտը շատ թունդ է, որ բացեմ, այս ամեն ինչի հոտի հետ խառնվի ու տուն ընկնի, չի նստվի։ Դրա համար մարինադը բացեցի։ Լոլիկ, վարունգ ու ծիծակ, այսօր այսքանը հերիք է էլի։ Սիրելի հետևորդներ,
զորով բրծա մնաց լավաշ տնեմ, շամպայնը բերեցի, անձեռոցիկը բերեցի, աղը դրել եմ, քիչ էր մնում ձեռից վեր իներ։ Ահա, խմիչք թաթուլը կտնի մնացած։ Ահա։ Միսել այսպես։ Սհեմ իտեղ։ Հիմա արդեն գոգնոց անենք, մի հատ թարմանանք, հայելու մեջ նայենք, ինչպես բոլորի տներում է ժամին արդեն բաղնիքի հերթ է, ու աթոռները դնենք, սպասենք, ժամը 12-ին նարեք քանից նայած հավատ տան։ Կես ժամից ժամը 12:00 է։ Բերեմ ավել պակասնել հավաքեմ, խոհանոցում 2 աման կա, դզեմ փչեմ, աթոռները շարենք ու ինչպես ասեցի մի հատ մեզ հայելու մեջ նայենք, որ սկսենք թազա մի հատ հավես լավ նոր տարի։ Ժամը 12:00 է։ Բարձրանանք այստեղ ու տենանք գյուղը ինչ հրավառություն է անում։ Հակենք։ Շամպայնի գործենք ան։ Նարեք։ Ուրա! «2025 թվականը ավարտեցինք, ես իմ անունից կարող եմ ասել, իմ ընտանիքի համար շատ լավ տարի է եղել ու կցանկանամ, որ 2026-ը նույնպես այդպիսին լինի, եթե ոչ ավել, գոնե այդպիսին, ընդհանրապես պիտի գոհանանք մեր կյանքից, մեր ապրած ամեն մի օրվա համար, ամեն մի լուսացած ու զարթնած օրվա համար ու ամեն ինչ լավ կլինի։ Մաղթում եմ մեզ բոլորիս քաջ առողջություն, հաջողություն, ամենակարևորներից մեկը։ Ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհում լինի խաղաղություն, որ ոչ մի երեխա երբեք չվախենա, ոչ մի մայր երբեք չլացի։ Ցանկանում եմ, որ բոլորս սիրենք իրար, բոլորս ցանկացած մարդ դիմացինին հարգի ու սիրի ու ամեն ինչ լավ կլինի։ Այս 2025 թվականը իմ համար եղել է ձեռքբերումների, նոր ծանոթությունների, հաջողությունների շատ հավես, այսպես առատ լի տարի։ Իսկ 2026-ը հենց իմ տարին է, որովհետև ես ծնվել եմ ձիու տարում ու հենց այդպես խոսում ենք, վրաս վերհիշում եմ, որ 12 տարի առաջ հենց ձիու տարուն մենք առանձնացել ենք, արդեն կյանքի մի ուրիշ փուլ ենք մտել ու արդեն 12 տարի է ապրում ենք այդ ուրիշ փուլով, այս տարիներին, վերջի տարիներին էլ այդ փուլը գնալով ինձ ավելի է դուր գալիս։ Մի խոսքով բոլորիս մաղթում եմ լիքը սեր, կրկնվում եմ արդեն, կապ չունի սեղանի եղածը, կապ չունի մեր պատրաստություն տեսածը, մեր գնումները, մեր հագած կապածը, կարևորը լինենք լավ տրամադրությամբ, կարևորը լինենք շրջապատված հարազատներով, բարեկամներով ու իսկապես մեր միասնության մեջ, միասնությունով ամեն ինչ ասված է։ Խոստանում եմ 26 թվականին հաճախակի հոլովակներ նկարեմ, խոստանում եմ ձեզ սպասեցնել չտամ, որովհետև 2026-ի համար արդեն նպատակները դրված են ու պիտի գնանք հենց այդ նպատակների հետևից։ Սիրելի հետևորդներ, ձեզ էլ շնորհակալ եմ իմ կողքին լինելու համար, ինձ հետևելու համար, այդքան
աջակցելու, չեմ կարող քվեարկության մասին ինչ ասել, քվեարկելու, ինձ հաղթանակ նվիրելու համար, դա դուք եք եղել, դա ոչ ես եմ, ոչ էլ մեկ ուրիշը, հպարտ եմ, որ ունեմ ձեզ, արդեն 109,000 եւ ավել հետևորդ, ովքեր ուղակի բաժանորդագրված չեն, ովքեր հետևում են հոլովակներից, ովքեր սպասում են, սիրում են, ինձ ոգևորում են, լիքը ջերմ խոսքեր են ասում, հատ բոլորիդ չեմ կարող պատասխանել, բայց այս խոսքս վերաբերվում է բոլորիդ։ Ես ձեզ շատ սիրում եմ ու հպարտ եմ, որ ունեմ ձեր նման բանակ։ Դե ինչ, շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ, բոլորիս բարձր տրամադրություն։ Սիրում եմ բոլորիդ։ Մնացեք բարով, կհանդիպենք մյուս տարի։ Հաջողություն։